Հեցի պետականացման ուղղված աղմկահարույց օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Օրենքի նախագծին միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է կողմ քվեարկել։ 65 կողմ դեմ 30 ձեռնպահ 0 որոշում ընդունվել է։ Խորհրդարանը քվեարկություններով ընդունեց նաև նախորդ օրը քննարկված օրենսդրական մի շարք նախաձեռնություններ ևս, այդ թվում տրանսպորտից անվճար օգտվողներին տուգանելու նախագիծը։ Քվեարկություն։ Կողմ 62 դեմ 27 ձեռնպահ 0 որոշում ընդունվել է։ Թեթև ավտովթարների դեպքում սահմանել ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների կողմից երթևեկելի հատվածն ազատելու հստակ ժամկետ։ Նախագիծն ԱԺ են բերել պատգամավոր Ալեն Սիմոնյանն ու Էդուարդ Աղաջանյանը։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 24-րդ հոդվածի 4.1 մասի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ։ Ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդները պարտավոր են սույն հոդվածի նշյալ կետի A և B ենթակետերով ընձեռնված հնարավորությունից օգտվելու դեպքում միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցության պատահարի պահից 20 րոպեների ընթացքում թողել պատահարի վայրը եւ ավտոտրանսպորտային միջոցը տեղափոխել օրենքով չարգելված այլ վայր, եթե ավտոտրանսպորտային միջոցը պատահարի հետևանքով չունի այնպիսի տեխնիկական անսարքություն, որի առկայության դեպքում արգելվում է դրա շահագործումը։ Արհեստական խցանումների ռիսկերը նվազեցնելու նպատակով է մշակվել օրենսդրական այս նախաձեռնությունը, զեկույցում նշեց պատգամավորը։ Միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցության պատահարի պահից 20 րոպեների ընթացքում պատահարի վայրը չթողնելը եւ ավտոտրանսպորտային միջոցը օրենքով չարգելված այլ վայր չտեղափոխելը, եթե ավտոտրանսպորտային միջոցը պատահարի հետևանքով չունի այնպիսի տեխնիկական անսարքություն, որի առկայության դեպքում արգելվում է դրա շահագործումը, առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի 30-նապատիկի չափով։ Նախագծի վերաբերյալ հարց ունի ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Ելույթի մեջ մի նախադասություն ասիկ, այնպիսի վնաս, որի դեպքում շահագործումը արգելվում է եւ այլն։ Օրենքա խախտվում։ Խախտման ռիսկ կա, այսինքն միջին վարորդը ստեղ մեր մոտ նստածներից մեքենայա խփել է, բայց ինչ իմանա 50 մետր քշի հետո ինչ կլինի։ Ստուգման մեխանիզմ կա, թե չէ, շնորհակալություն։ Ստուգման մեխանիզմ տեղում իհարկե հնարավոր չի ունենալ, հաշվի առնելով, որ ոչ բոլոր վարորդներն են այդ համապատասխան ոլորտի մասնագետները, բայց ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ բյուրոն ի սկզբանե սահմանաչափը սահմանել է հենց այն նպատակով, որպեսզի A բեռնաթափվի փողոցները եւ B, որպեսզի այդ հավելյալ ծախսերից այդ թվում խուսափեն այդ թվում ապահովագրականները։ Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջև դիմակայուն եւ ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի վարկային համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 236 միլիոն եվրոյի չափով վարկ։ Այն կֆինանսավորի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կիլոմետր երկարությամբ նոր ճանապարհահատվածի մաս կազմող հյուսիսային ենթահատվածի կառուցման աշխատանքները։ Զեկուցում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը։ Ծրագրի շրջանակներում կառուցվելու է կլիմային եւ աղետային դիմակայուն շուրջ 27.1 կիլոմետր երկարությամբ ասֆալտ բետոնե պատվազքով ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը շուրջ 2 ժամով, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը, կհասնի մինչև շուրջ 100 կմ/ժ արագության, կբարձրացվի երթևեկության հարմարավետությունը եւ անվտանգությունը։ Ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները ներառում են ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհների կառուցում, ընդհանուր 1.8 կիլոմետր երկարությամբ 3 թունելի, 3 կիլոմետր երկարությամբ 16 կամրջի, 83 հեղեղատարների եւ 28 բետոնե հենապատերի կառուցում։ Հասմիկ Ֆահրադյան, Արմալուր։